Դիմագրավել ներքին եւ արտաքին մարտահրավերներին, ամրապնդել Սփյուռքի հետ կապն ու գտնել միասնական համախմբված լուծումներ Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունն ու Հայաստանը ԵՍ նախաձեռնությունը համատեղ նախագծեր կյանքի կոչելու նպատակով համագործակցության հուշագիր են ստորագրում։ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, բոլոր ոլորտներում կան խնդիրներ, քաղաքացիական նախաձեռնությունների հիմնադիրները վստահ են, որ միասնական ջանքեր գործադրելով ու համախմբվածությամբ հնարավոր է հասնել խնդիրների լուծմանը։ Հոսքերի ժամանակը անցել է, եկել է ժամանակը գործելու ամենալայն առումով, ուզում եմ հատուկ ընդգծել, որ թե հուշագրի ստորագրումը, թե առհասարակ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը վերքաղաքական է, վերկուսակցական է, ոչ մի առնչություն, ոչ մի քաղաքական կամ կուսակցական, նամանավանդ գործընթացների հետ կապ չունի։ Ըստ էության արվում է այն, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսվել է, ինչի մասին հասարակության մեջ արդեն տևական ժամանակ տրամադրություններ են գեներացվել։ Հայաստանի Հանրապետությունը այնպես իրավիճակում է գտնվում, որ 40 բոլորս միասին պետք է կանգնենք եւ պետք է գործենք։ 40-ը Հայաստանի Հանրապետությունն է մեր պետականությունը, որը պետք է պահպանենք համատեղ ուժերով, եկեղեցին ազգային արժեքները, մեր ինքնությունը, Սփյուռքը, ինչպես նաեւ Արցախահայության իրավունքների պաշտպանությունը, նրանց հետ վերադարձը իրենց բնորանում արժանապատիվ ապրելու եւ ինքնորոշվելու համար։ Այս 4 կարևորագույն հիմնասյուների ներքո է լինելու համախմբումը։ Քաղաքացիական նախաձեռնությունների հիմնադիրները շեշտում են, հանուն այս խնդիրների լուծման, անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից պատրաստ են գործակցել յուրաքանչյուր անհատի ու կազմակերպության հետ։ Խնդիրների լուծման ճանապարհին կարևոր են համարում Սփյուռքի ներգրավվածությունը։ Եթե որևէ մարդ, որևէ տեղ կարող է մի փոքրիկ գործով օգուտ տալ այս 4 հիմնասյուների պահպանման, զարգացման, այդ թվում տարածման ուղղությամբ, ապա պետք է միավորել, ապա պետք է համագործակցել եւ պետք է համատեղ ուժերով հասնել նպատակին։ Հայաստանի ԵՍՄ հենց որդեգրել է ռացիոնալ իրատեսականություն սկզբունքը, տեխնոկրատիզմը, առարկայական խնդիրների գույքագրման, խնդիրների լուծման եւ գիտական եւ գործնական մակարդակում լուծումների տրամադրման, ինչպես նաեւ հետեւականության, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Այո, բոլոր առողջ ուժերը, մարդիկ, հայերը, ովքեր ցանկանում են ունենան հայրենիք, ովքեր ցանկանում են ունենան պետություն, Սփյուռքը, մի բանա 3 միլիոնանոց Հայաստանը իր ներուժով, մի բանա կներեք 10 միլիոնանոց Սփյուռքը, որը ներկայացված է 140-ից ավելի երկրներում։ Չի կարելի ոչ մի պարագայում թույլ տալ, որ հայկական մեծ աշխարհը կիսվի զուտ ներողություն անձնագրերի գույներով։ Ուշադրության առանցքում են նաև արցախցիների հոգսերը, տեղահանված մեր հայրենակիցների առաջնային խնդիրը բնակարան ունենալն է։ Համագործակցության հուշագիր ստորագրած կողմերը պարզաբանում են նաև, թե ինչու է այս իրավիճակում կարևոր հատկապես վերկուսակցական գործունեությունը։ Կարծում ենք, որ կուսակցականությունը եւ կուսակցական գործունեությունը այլևս անելիք չունի առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցական շատ գործիքներ, որոնք ունեն կենսափորձ, ունեն գիտելիքներ եւ որոնք կարող են յուրաքանչյուր տարբեր ոլորտում իրենց նպաստը բերեն Հայաստանի զարգացմանը, նրանք այլևս պետք չեն։ Ինչ վերաբերվում է վերքաղաքական լինելուն, քաղաքականությունը գործում է այն ժամանակ, երբ որ գոյություն ունեն կայուն ինստիտուտներ, գոյաբանական մարտահրավերները համենայն դեպս բացակայում են, նման դեպքում այո կարելի է քաղաքականությամբ զբաղվել եւ քաղաքական գործունեություն ծավալել։ Մեջ բերելով պարոն Ծառուկյանի խոսքերը միանշանակ կարելի է փաստել, որ այո, կա իրողություն, երբ որ հասարակության մեջ տարանջատումը, նույնիսկ կուսակցական, ասենց ինչ որ պատկանելիությամբ ինքը այսօր դուրներս գա թե չէ, շատ խանգարող հանգամանք է։ Մարդիկ իրականում հոգնել են այդ կուսակցական, չգիտեմ, կուսակցություն, լոզունգներ, անպագորգոր բառեր եւ կցանկանային գծել վերջին հարցազրույցը պարոն Ծառուկյանի, որտեղ շատ կարևոր մի մեսեջ էր տրվել, բացի խնդիրների, հնչեցման նաև լուծումներ
Կամուրջ եւ Հայաստանը ԵՍ նախաձեռնությունների համար առաջնահերթություն են սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական խնդիրների համար համատեղ լուծումներ գտնելը եւ արհեստականորեն ձևավորված ջրբաժանն ու հասարակության պառակտումը վերացնելը, այլապես անվտանգային ու արտաքին մարտահրավերների պարագայում պետության եւ պետականության կորուստն անխուսափելի է։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։